Բարոյ երեկո սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, չգիտեմ ինչի համար եմ վրիպել այս սարսափելի կադրերը, բայց քիչ առաջ տեսալովակի ականատես եղանք, որտեղ sense սպիտակ մուրուքով, sense մի հատ ինչ-որ սքեմի տակ թաքնված փողոցային խուլիգանից ոչինչով չտարբերվող մի հատ անդաստիրակ մարդ լրագրողների հետ հարցազրույցի մեջ մտած, որոշ լրագրողները, որ լսում ես, իրանց տված հարցերը, իրանց պահելաձևը, նորից փողոցային խուլիգաններից ոչինչով չեն տարբերվում։ Սա իմ անձնական գնահատականն է, որպես sense որ կողից, մոտիկից, որ նայում ես, սա իմ անձնական գնահատականն է իրանց վերաբերյալ եւ իմ գնահատականը չի քննարկվում։ Կարող են մնալ մարդիկ ինձ հետ համաձայն լինեն, համաձայն չլինեն, ասեն շատ սուր ես ասում, շատ կոպիտ ես ասում։ Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ որպես քաղաքացի։ Այսօր տեսնելով, կողից sense տեսնելով, այդ սպիտակ մուրուքով, սքեմի տակ, ինչ որ մի հատ անդաստիրակ մարդու, ես լսելով իր խոսքերը, ես տեսնելով իր պահվածքը, ինքը փողոցային խուլիգանից ոչինչով չէր տարբերվում։ Այդ անդաստիրակը։ Սա ինչի՞ չէ գալիս։ Այդ որ ասում է իմ հայրը, այսինքն Կտրիչ Ներսիսյանին, որ ասում է իմ հայրը։ Բա պարզա իր հորից ինչ պետք է սովորեր։ Ինչպես Կտրիչ Ներսիսյանը ոչինչով չի տարբերվում փողոցային խուլիգանից, այդպես էլ իր դաստիրակած անդաստիրակ լակոտները չեն տարբերվում փողոցային խուլիգանից։ Իրանց պահվածքից, իրանց շարժուձևից, իրանց վերաբերմունքից քաղաքացու նկատմամբ, ինչ ասում քաղաքացին։ Քաղաքացին ընդամենը հարց է տալիս իրան հուզող։ Եվ նա քաղաքացուն այն անիծում է։ Սենց ժողովրդական լեզվով ասում է, գիտեք ինչ, իր ընտանիքի հարազատների անդամին մահն է ցանկանում։ Անիծում է։ Այդ կախարդը, այդ սատանեն զբաղված անեսքով։ Այս ձև են, այս են սրանք, որ Աստված Հիսուս Քրիստոս Աստծո որդի մտավ եկեղեցի, որ տեսավ եկեղեցիները վեր են ածել առևտրի, որ sense ջարդը փշուր արեց։ Այս սրանց տեսակն ա եղել։ Այդ սպիտակ մուրուքավորի տեսակն ա եղել։ Կտրիչ Ներսիսյանի տեսակն ա եղել։ Ու այո, Կտրիչ Ներսիսյանը այդ անդաստիրակները, իր անդաստիրակ զավակների հետ Աստծո տունը վեր են ածել առևտրի։ Աստծո տունը վեր են ածել պոռնիկության։ Աստծո տունը վեր են ածել փաստաբանական գրասենյակի։ Աստծո տունը շահարկում եւ օգտագործում են այս պետությունը ինչքան մարտասման թալան չի։ Ինչքան խուլիգան ավազակ բանտիկ կա դրանց շահերը սպասարկել գործում։ Եվ Աստծո տունը վարկյան առաջ Կտրիչ Ներսիսյանը եւ իր խուլիգան ավազակների բռնազարդումից պետք է ազատվի։ Առանց գետինը մտելու քաղաքացուն անիծում է։ Աջակցությունը այդ քաղաքացուն։ Շնորհակալություն այդ քաղաքացուն։ Շնորհակալություն ձեր տեսակի համար։ Տեսակդ որակը թող վարակիչ լինի մեր պետությունում։ Ու այո, ճիշտ ասում քաղաքացի, դուք 50,000 դրամանոց թաղոմանողներն եք։ Դուք 100,000 դրամանոց մատաղանողներն եք։ Ես մի կողմից շատ ուրախանում եմ, որպես մի քիչ էմոցիոնալ տղա, որ այդ ձեր պահերին ականատես չեմ լինում։ Գիտեք վերջը մի չանելու, որ այդ ձեր պահերին ականատես են կնում։ Այդ անդաստիրակ որոշ լրագրողներ, որոնց պահվածքը, որոնց հարցերը որ նայում ես, լսում ես, փողոցային խուժանից ոչինչով չեն տարբերվում, մատացույց են անում։ Ասում են, այ վարչապետի աջակիցները, սատարողները, էս ինչ են, չգիտեմ, բոբոզած են սարքում ես։ Կեցի այդ քաղաքացին, տեսակդ վարակիչ լինի։ Եվ բոլորին եմ ես կոչ անում, արա, սաղը թելա մի հատ կարգիր ավիրեք։ Նման քաղաքացիները, որ ճիշտ գնահատական են տալի, դադարեք նման քաղաքացիներին խանգարելը։ Բոլորը տանկաշների տող արեք, լսեցիք։ Նման այդ 1000-ից մի անգամ մի հատ քաղաքացի հայտնվեց բոլորից մեջից, բոլորիցս, որ ճիշտ գնահատական տվեց ճիշտ վայրում։ Ու հայտնվում են մարդիկ, որ խանգարում եւ խոչընդոտում են քաղաքացուն։ Նա դադարեք ձեր այդ անկանոն շարժումները։ Կեցի այդ քաղաքացին։ Հապարտանում եմ այդ քաղաքացիով, որ ճիշտ վայրում, ճիշտ տեղում, ճիշտ գնահատական տվեց։ Ու գիտեք ինչ։ Ինչի՞ց է որ քաղաքացին կարող եք հեռացնեք, իսկ այդ անդաստիրակ սքեմի տակ թաքնված խուլիգանի չեք կարող կարգի հրավիրեք։ Ինչ, անծմխելի անձ է։ Խիչ կարող է այնտեղ կանգնի այս պետության ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ վարչապետի հասցեն անհարգալից վերաբերմունքով բաներ խոսա, իրան կարելի է, բայց այս պետության վարչապետին ընտրած քաղաքացուն չի կարելի, հա հարց տված։ Ովքեր են իրանք, ովքեր են իրանց ընտրել։ Իրական Հայաստանի իրական առաջնորդին այս պետության ժողովուրդն է ընտրել, իսկ դրանց ովքեր են ընտրել։
Կեցե ես հպարտանում եմ այդ քաղաքացիով, սիրելի քաղաքացի։ Տեսակը եւ որակը լինի վարակիչ, այսքան սուրբ պատարակների մասնակցել ենք։ Մեզնից, սկսած ինձնից վերջացած բոլորով ոչ մեկը ճիշտ վայրում ճիշտ գնահատական չի հնչեցրել։ Այնիշ գնահատական որ հնչեցրիր դու քաղաքացի։ Շարքային քաղաքացի։ Շնորհակալություն ձեզ։ Ու անգաշների տողարեք։ Նման քաղաքացիները որ խոսում են գնահատական են հնչեցնում։ Որևէ մեկը դեր ձեռներին ազատություն մի տվեք եւ մի խանգարեք այդ քաղաքացուն, մի կտրեք այդ մարդու մտքի թելերը։ Եթե քաղաքացին հաստատ լավ իմացեք, նա հեղափոխության օրենքները իր ամբողջ սրբություններով հարգող մարդ է, նա երբեք չի շեղվի իր հեղափոխության օրենքներից։ Ամեն մեկը ձեր գործով զբաղվեք։ Մեկը գտեք բոլորը ամեն մեկը ձեր տեղը։ Իսկ եթե հարկ լինի որ քաղաքացուն պետք է հեռացնեն, այնտեղ իրավապահ մարմիններ կա քաղաքացիներին քաղաքացուն կհեռացնեն։ Կեցես քաղաքացի, գյումրեցի, հպարտանում եմ տեսակովդ, տեսակը եւ որակը թող վարակիչ լինի մեր պետությունում։ Ապրես դու։ Իսկ այդ սև միրուքով, սքեմի տակ թաքնված, այդ խուժանը ոչիչով իր պահվածքով ոչիչով չէր տարբերվում շարքային փողոցային խուլիգանից։ Ոչինչով։ Մի հատ էլ լրագրողի ասում է, դու դավաճանել ես քո կնոջը։ Այդ տղեն ասում է, ես ամուսնացած չեմ, ասում է, հա, դու ամուսնացած ես դավաճանել, ես իմ անկանուն խոսում, օր գետինը մտնես, օր դու չես ամանչո։ Ես չգիտեմ, սիրելի լրագրողը հա, մեկ էլ ասում է դու շնացել ես թե չէ, ես չգիտեմ սիրելի լրագրողը շնացել է թե չի շնացել, բայց օթից կախված լուրերից այս 2 ժամվա ընթացքում լիքը հայ մարդիկ շնացել են կնոջդ հետ։ Սպիտակ մուրիկով, սքեմի տակ թաքնված, անդաստիրակ փողոցային խուլիգան։ Այդ որ հարց ես տալի, դու շնացել ես, չես շնացել, չէ։ Ես չգիտեմ այդ տղան շնացել է թե չի շնացել։ Օթից կախված լուրերով այս 2 ժամվա մեջ լուրեր են ասում, որ լիքը հայ մարդիկ անձամբ կնկանը թե շնացել են։ Օթից կախված լուրերը արդեն տարածվում է։ Այդ խոժան, Կտրիժ Ներսիսյանը ինչպես ինքն է անդաստիրակ, այդպես էլ իր դաստիրակած զավակներն են անդաստիրակ, ովքեր փողոցային խուլիգանից ոչինչով չեն տարբերվում։ Ոչինչով։ Այսքանը Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Վարկյան հետո սա չի քննարկվում։ Վարկյան հետո սիրելի հայ, վարկյան հետո Աստծո տունը ազատվելու է Կտրիժ Ներսյանի եւ իր խուլիգան ավազակների բռնազարդումից։ Եվ այլևս ոչ ոք հնարավորություն չի ունենալու Աստծո տունը վերածի առև բիզնեսի, բիզնես կենտրոնի, առևտրի կենտրոնի, ոչ ոք հնարավորություն չի ունենալու ու չի կարողանալու Աստծո տունը օգտագործեն, ինչքան ավազակներ կան իրանց շահերը սպասարկելու գործում։ Ոչ մի կապ չունենալով Աստվածաշնչի հետ։ Այո, Աստծո տունը կառուցված է Աստվածաշնչի վրա, որտեղ գրված է Աստվածաշնչում գրված է Աստծո խոսքերը։ Եվ հենց Աստծո այս խոսքերի վրա կառուցված են Աստծո տները, եկեղեցիները։ Եվ այս սարիկանները որևէ կապ չունենալով Աստվածաշնչի հետ, իրանք համար օրենքներ են ստեղծել, կանոններ են ստեղծել եւ Իշքան անբարո, իշքան Աստծուն ոչ հաճո բաներ կա, խորտակվել են մեջները։ Ու մի հատ էլ ասում են մենք ձեզ աչոտ չունենք տալու։ Դուք մեզ այնքան դուք քանի դեռ Աստծո տան մեջ թաքնված եք, քանի դեռ լավ էլ աչոտ ունեք տալու, լավ էլ բացատրություն ունեք տալու։ Այդ ձեզ թվում է, որ չունեք բացատրություն տալու։ Այ երբ որ դուք կվռնդվեք Աստծո տնից եւ Աստծո անվան տակ, Աստծո անունը բացածան շարքելով Աստծուն ոչ, իշքան Աստծուն ոչ հաճո բաներ կա, չեք խորտակված չեք եղնի մեջը Աստծո տաները օգտագործելով։ Երբ որ դուք կվռնդվեք Աստծո տնից, այդ ժամանակ ձեզնից ոչ բացատրություն կպահանջենք, ոչ էլ դուք ստիպված կլինեք մեզ բացատրություն տաք։ Հասկացաք։ Ու դուք շատ շուտով վռնդվելու եք, հեռանալու եք, տարբերակ չունեք։ Գյումրեցի քաղաքացի, հպարտանում եմ քեզնով, շնորհակալություն։ Այս քանի օր է մասնակցում ենք սուրբ պատարակների, այսօրվա գնահատականի նման
որևէ մեկից կողմից գնահատական չի ընչել։ Մալադեց, հալալակես։ Ապրես դու։ Բարի գիշեր ձեզ։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։